Բարև ձեզ, եթերում խորհրդարանական շաբաթն է եւ ձեզ կներկայացնենք անցնող օրերին ազգային ժողովի շրջանակում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները։ Տեղեկացնենք, որ երկուշաբթի խորհրդարանը գումարել է այս տարվա վերջին քարորյան նստաշրջանի եւ քարորյան նիստերի օրակարգերի նախագծերը պատգամավորներին ներկայացրել է ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 5-ից 8-ի 4-օրյա նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնում ընդգրկված են երկու օրենսդրական նախաձեռնություն, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն։ Երկրորդ մասում ընդգրկված հարց չկա։ Նախագծի երրորդ բաժնում 162-ն են, որոնցից 32-ը միջազգային պայմանագրեր են։ Նախագծերի հետաձգումների վերաբերյալ հանձնաժողովներից առաջարկություններ չեն ստացվել։ Պատգամավորները քվեարկություններով ընդունել են նախորդ նիստում քննարկված օրինագծերն, ապա անդրադարձել երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերին։ Խորհրդարանն այնուհետև քննարկել է կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որը նախատեսում է փոփոխություններ եւ լրացումներ զինվորական ծառայություն անցնելու մասին օրենքում։ Կառավարության ներկայացրած օրինագծով նախատեսվում է ապահովել պատշաճ կադրային քաղաքականություն զինծառայության կազմակերպման գործընթացում։ Պաշտպանության փոխնախարար պատգամավորներին տեղեկացրեց, որ գործող օրենքով բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողների ուսման վարձը վճարում է Պաշտպանության նախարարությունը, պայմանով, որ նրանք ավարտեն բակալավրիատը, այնուհետև մագիստրատուրան, հետո ստանան լեյտենանտի կոչում։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ուսանողների մի մասը ինտերնատուրա ընդունվելիս խնդիրներ են առաջացնում։ Քննությունները չեն հանձնում տարբեր պատճառով։ Ստացվում է մի կազուսային վիճակ, երբ որ նա միայն ինտերնատուրան ավարտելուց հետո կարող է ինքնուրույն որպես բժիշկ աշխատելու որակավորում ստանա, մյուս կողմից նա արդեն լեյտենանտ է։ Նրան չես կարողանում որպես շարքային զորակոչես եւ նրան չես կարողանում զորակոչես որպես լեյտենանտ, որ բժիշկ ծառայի։ Այս օրենսդրական բացը լրացնելու համար նոր օրինագծով առաջարկվում է լեյտենանտ զինվորական կոչումը շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո։ Անդրադառնալով ուսման վարձերին փոխնախարարը նշեց, որ այն ուսանողները, ովքեր ավարտելուց հետո կհրաժարվեն ծառայությունից, նրանք պարտավոր են փոխհատուցել չծառայած տարիների ծախսերը։ Յուրաքանչյուր տարվա համար շուրջ 1 միլիոն դրամ։ Ռուբիկ Հակոբյանն առաջարկում է այնպիսի օրինագիծ ընդունել, որ 18 տարին լրացած երիտասարդները հավասար հիմունքներով ծառայեն բանակում, բացառությամբ գիտական աստիճան ունեցողների։ Սա կարող է թե բարոյապես, թե ամեն առումով մեր պետության յուրատվությանը հարիր օրենքներ ընդունեն եւ կարողանանք բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծենք, որ ուղղակի պատվի արժանապատվության տղամարդկության հարց լինի բանակում ծառայելը։ Այս մոտեցումը Խոսրով Հարությունյանի համար անթույլատրելի է, նա գտնում է, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ։ Պատգամավորն առաջարկում է հարցը հանձնաժողովում եւս մեկ անգամ քննարկել։ Մենք նաեւ թողել ենք նա շատ բուրջ տողանցք, որ մարդիկ սովորում են պետության հաշվին, չեն գնում բանակ, հա։ 5 տարի սովորելուց հետո եւս 2 տարի մագիստրատուրան ավարտելուց հետո ըստ էության որոշում ենք ասում արդեն հասնում են տարիքի, որ արդեն բանակային ծառայության զորակոչի տարիքից դուրս են, որոշում ենք ասում փոխել իրենց մասնագիտական կողմնորոշումը, տեղափոխել դեպի քաղաքացիական ոլորտ։ Իմ կարծիքով մենք այդ դանդաղ գործողության ականը դրել ենք ի սկզբանե։ Թևան Պողոսյանը համակարծիք է գործընկերոջ հետ, որ պետք է օրինագիծը հետաձգել եւ քննարկումների արդյունքում համակարգային փոփոխությունների ամբողջական լուծում առաջարկել։ Մենք սրանով փորձում ենք ինչին նպաստենք, որ բանակում բժշկական ծառայության որակը բարձրանա, թե ունենք ֆինանսական խնդիր, պետությունը բյուջեից ներդրումներ է անում ինչ-որ միտեղ, մարդիկ օգտվում են, հետո միտեղից կարող է նվեր են ստանում, կարող է աշխատում են, բայց նորից հետ են բերում, կորցրած փողի պտույտի ինչ-որ շրջանակ է դառնում։ Միքայել Մելքումյանն էլ է կիսում գործընկերների մտահոգությունները օրինագծում առկա բաց թողումների վերաբերյալ ու կարծում է, որ օրենքը պետք էր ավելի շուտ փոփոխել։ Սա իսկական կոռուպցիայի ուրեմն պարարտ հող ունեցող մի ոլորտ է, մարդը 7 տարի չի վճարում է պաշտպանության նախարարությունը կամ պետությունը, սովորում է, հետո ինքը ինչ պատճառներից ելնելով այդ սողանցները հաշվի առնելով ինտերնատուրայի քննություններն էլ միտումնավոր միգուցե չի հանձնում կամ միտումնավորը հանձնում ու ինքը բանակից ազատում։ Հիմնական զեկուցողն անդրադառնալով պատգամավորների մտահոգություններին ու դժգոհություններին ասաց.
Այստեղ մի խնդիր ենք լուծում ընդամենը, մի խնդիր, որ ոչ ոք չխուսափի ծառայությունից։ Ով որ չի ցանկանում պայմանագրի պահանջները կատարի, նա պետքա փոխհատուցի։ Մենք հիմա սողունների համար փակում ենք սողանցքը։ Քննարկումների արդյունքում խորհրդարանն ընդունեց կառավարության ներկայացրած օրինագիծը։ Քարորիայի ընթացքում խորհրդարանը հաստատել է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը, ծավալվել են թեժ քննարկումներ, հնչել եւ հաշվի են առնվել բազմաթիվ առաջարկներ։ Գործադիրը խորհրդարանին է ներկայացրել արդեն համալրված տարբերակը։ Մանրամասները տեսանյութում։ Հաջորդ տարվա բյուջեն կազմվել է 4 հիմնական սկզբունքի հիման վրա։ Մակրոտնտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային ցուցանիշների նախագծում, մակրոտնտեսական կայունության ապահովում, հարկային եկամուտների հավաքագրման նպատակով տնտեսվարողների վրա լրացուցիչ քայլերի եւ ճնշումների բացառում, ինչպես նաև պետության ստանձնած եւ շարունակական բնույթ ունեցող ծախսային պարտավորությունների կատարում։ Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը խորհրդարանում է երկրորդ անգամ երկու շաբաթ անց 2017 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումներն ընթացան արդեն падգամավորների ներկայացրած առաջարկների հիման վրա։ Մինչ բուն քննարկումներին անցնելը Վարդան Արամյանը նախ ներկայացրեց հաջորդ տարվա սպասելիքներն ու նշեց. Եկամուտների մասով ծրագրում ենք շուրջ 1 տրիլիոն 210 միլիարդի չափով հարկային եկամուտներ, տուրքեր եւ այլ եկամուտներ։ Հարկային եկամուտները լինելու են 1 տրիլիոն 135 միլիարդ դրամի չափով, որը հարկեր հարաբերակցության մասով կլինի 21%, 0.3% աճ նախատեսելով 2017 թվականի համար։ Ծախսերը պահպանվել են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամի շրջանակներում եւ ծախսեր հարաբերակցությունը կազմի 25.2%, դեֆիցիտը շուրջ 150 միլիարդ 100 միլիոն դրամ կկազմի, դեֆիցիտ հնարացուցանիշը հարաբերակցությունը կպահպանվի 2.8%-ով։ Կառավարությունը բյուջեի նախագիծը մշակելիս արել է ամեն հնարավորը, որպեսզի փաստաթուղթը համապատասխանի միջազգային ստանդարտներին եւ ունենա ճիշտ արտացոլում, նշեց ֆինանսների նախարարը։ Վարդան Արամյանը խոսեց նաեւ սկզբունքների եւ այն ցուցիչների մասին, որոնցով առաջնորդվել են։ Տեղեկացնենք, որ բյուջեի նախագծի վերաբերյալ падգամավորների կողմից եղել է 340 առաջարկ եւ ընդունվել է միայն 31-ը, իր խոսքում ընդգծեց երկրի գլխավոր ֆինանսիստը։ Իսկ մերժված առաջարկների թվում եղել է նվազագույն աշխատավարձերի բարձրացումը։ Կան այնպիսի առաջարկներ, որոնք որ թվային գնահատականները բացակայել են, օրինակ նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից բարձրացնել 100,000 դրամ։ Եթե դա պրոյեկտենք 421 միլիարդ չափով աշխատավարձի վրա, որը որ բյուջեից ֆինանսավորում է եւ կենտրոնական ապարատին եւ հողակներին, բնականաբար դա նշանակում է 81% աճ եւ նշանակում է, որ 421 միլիարդի փոխարեն մեր բյուջեն զուտ աշխատավարձերի մասով, եթե համասությունը պահպանում ենք, պետք է լինի շուրջ 763 միլիարդ։ Մնացածի պարագայում Վարդան Արամյանը նշեց, որ չեն ընդունվել բյուջետային միջոցների սղությամբ պայմանավորված հիմնական զեկուցողին ուղղված հարցերից հետո խմբակցությունները փաստաթղթի վերաբերյալ հայտնեցին իրենց դիրքորոշումները։ Հեղինե Բիշարյանը նախ սկզբում նշեց, որ ներկայացված ֆինանսական փաստաթուղթն ինքնին չի տարբերվում նախորդներից, ապա փաստեց, որ 2017-ի համար առանձնապես ակնկալիքներ չունեն։ Ավարտելով խոսքը խմբակցության ղեկավարը հայտնեց նաև իրենց տեսակետը բյուջեի նախագծի շուրջ։ Այստեղ ամենակարևորը դա հավատն ու քաղաքական կամքն է, որը բացակայում է այս փաստաթղթում, բացակայում է 2017 թվականի նկատմամբ։ Ամենաթանկարժեքը դա մարդն է, քաղաքացին է մեր երկրում։ Նման բյուջեին մենք դեմ ենք։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եւս ներկայացնելով իրենց դիրքորոշումը կիսեց ՕԵԿ խմբակցության տեսակետը։ Դուք չունեք ձեր կառավարությունը եւ ընդհանրապես այս մեծամասնությունը չունի երկրի զարգացման բանալին։ Մենք սրան դեմ ենք քվեարկում։ Հաջորդիվ ամբիոնին մոտեցավ ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանը, падգամավորը խոսեց կառավարման որակից բխող խնդիրների շուրջ, ստվերային տնտեսության դեմ պայքարի անհրաժեշտության մասին, անդրադարձավ փոքր ու միջին բիզնեսի զարգացման հեռանկարներին եւ հնչեցրեց ԲՀԿ խմբակցության տեսակետը։ Ելնելով այն բանից, որ մենք իշխանություն չենք առաջինը, եւ երկրորդ ընդհանրապես տնտեսական զարգացման մոդելի մեր մոտեցումները չի համապատասխանում մեր խմբակցության, Բարգավաճ Հայաստան խմբակցության կուսակցական падգամավորները դեմ են քվեարկելու բյուջեի այս նախագծին։ 2017-ի բյուջեի նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար ամբիոնին մոտեցավ նաև ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ինչպես իր խոսքում ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը, փաստաթուղթն իրատեսական է եւ համարժեք կառավարության ծրագրին։ Падգամավորի կարծիքով հաջորդ տարվա բյուջեն ռիսկային քայլեր չի պարունակում։ Համոզված եմ, առավել եւս քան համոզված եմ,
որ մեր բոլոր ընդդիմադիր գործընկերները իրենք ուսումնասիրելով կառավարության ծրագիրը բոլորը համաձայն են այդ ծրագրի հետ, բայց ժամանակը չի թույլ տալի, որ իրենք արտահայտվեն դրա մասին, որովհետև ընտրություններ են, եթե հանկարծ որևէ մեկը մի դրական բան ասի, միանգամից կասեն, նա փոխեց իր ընդդիմադիր կերպարը։ Այդ հոգեբանությունը պետք է փոխվենք մեր ընդդիմադիրների մոտ։ Ես պարզապես որպես գործընկերոջ խորհուրդ եմ տալի, մեկ վախենա, մեկ սարսափի դրականը նկատելուց։ Մենք կողմ ենք քվեարկելու այս բյուջեին, որը միտված է ապագային։ Խմբակցություններից հետո արտահերթ ելույթով կենտրոնական ամբիոնին մոտեցավ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, խորհրդանի ղեկավարն իր խոսքում նշեց այն իրատեսական շեշտադրումները, որոնց վրա էլ հիմնված է հաջորդ տարվա ֆինանսական քաղաքականությունը։ Կառավարության ծրագրի իրականացման պարագայում որոշակի նախադրյալներ կստեղծեն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար։ Մասնավորապես, առաջիկա տարում ըստ պետական բյուջեի նախագծի տնտեսական աճը կկազմի 3,2%, արդյունաբերությունը կաճի 5%-ով, գյուղատնտեսությունը 4%-ով, ծառայությունների ոլորտը 2,8%-ով։ Իհարկե, զարգացման նման մակարդակը դեռևս չի կարող բավարար լինել տնտեսական արագ առաջընթացի համար, սակայն այն հնարավորություն է տալիս ստեղծել որոշակի հիմք տնտեսության բնականon գործունեության ապահովման եւ հետագա զարգացման համար։ Համոզված ենք, որ արկա բյուջետային միջոցներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելով կկարողանանք շոշափելի առաջընթաց ապահովել հանրապետությունում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության կենսամակարդակի շարունակական բարելավմանը, որն ապահովելու համար պարտավոր ենք համատեղ գործադրել մեր բոլոր հնարավորություններն ու ջանքերը։ Մեր հիմնական խնդիրն է նոր լուծումների եւ մոտեցումների մշտական միջոցով հասնել կայուն զարգացման եւ ավելի ամրապնդել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում։ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը հնարավորություն է տալիս ապահովել բավարար երաշխիքներ առկա խնդիրների լուծման համար։ Ուստի կոչ եմ անում կողմ քվեարկել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եւ այդ կերպ աջակցել կառավարության գործունեության արդյունավետության իրականացմանը։ Իր եզրափակիչ ելույթում Վարդան Արամյանը նախ շնորհակալություն հայտնեց պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար եւ եւս մեկ անգամ վստահեցրեց, որ կառավարության նպատակը մեկն է 2017-ին ունենալ կայուն տնտեսական միջավայր։ Այսպիսով խորհրդարանը հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւս ընդունեց առավելագույն ձայների հարաբերակցությամբ։ Քարորիայի երրորդ օրը դեկտեմբերի 7-ին նիստում խորհրդարանականները հարգել են 28 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։ Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ողբերգության անմեղ զոհերի հիշատակը։ Այնուհետև պատգամավորները քննարկել են փոփոխություններն ու լրացումները, որոնք կառավարությունն առաջարկել է կատարել տեղական ինքնակառավարման համակարգում։ Առաջարկվող փոփոխություններով կարգավորվում են համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունները, բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին։ Բացի այդ, համայնքներում կներդրվի սոցիալական աշխատողի ինստիտուտ, կդադարեցվի մարզպետի եւ կառավարության կողմից համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու իրավունքը։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ նախատեսվում է ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը եւ հավելեց, որ դրանք ակտիվորեն պետք է լուսաբանվեն համայնքի ինտերնետային կայքում։ 10,000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերը առցանց կհեռարձակվեն համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում։ Արդեն այսօր մենք շուրջ 25-30 համայնքներում ունենք այդ հնարավորությունը եւ վերջին մեկ ամսում արդեն 7-8 ավագանու նիստեր տարբեր քաղաքային համայնքներում ինտերնետ տիրույթում հեռարձակվել են ուղիղ աշխատանքային ռեժիմով։
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև Հարակից զեկուցող ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ գործընկերներին հայտնեց, որ հարցն հանձնաժողովում քննարկելիս կառավարության ներկայացուցչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խորհրդարանական լսումներ կազմակերպել ու լրամշակել օրենսդրական փաթեթը։ Պատգամավորներն իրենց ելույթներում եւս հաստատեցին, որ հիմնարար փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա։ Ես առաջարկում եմ այս լսումների արդյունքում փաստաթուղթը լուրջ բարեփոխել, որ նորից դնել ուրեմն գնալ դեպի երկրորդ ընթերցում։ Էդմոն Մարուքյանն էլ խոսեց օրենսդրական փաթեթի բաց թողումներից, ապա անդրադարձավ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը։ Ես կարծում եմ, որ հնարավորինս պետք է տեղական ինքնակառավարման մարմիններին տալ ազատություն, տալ հնարավորություններ, որ նրանք կայանան իրապես, որովհետև Հայաստանում ես ասում եմ, տեղական ինքնակառավարումը այդպես էլ մենք չկարողացանք կայացնել, ինչ վերաբերում է խոշորացման մեր բարեփոխմանը, եթե կարելի է դա բարեփոխում կոչել, ապա ելի մենք լավագույն գաղափարը այնպես օգտագործեցինք եւ կիրառեցինք, որ այդ գաղափարն էլ հիմա փչացավ։ Մեր երկրում տեղական ինքնակառավարման համակարգը դեռևս կայացած չէ, ասաց Միքայել Մելքումյանն ու հավելեց. Դուրս գանք փողոց կամ մի որևէ հասարակական վայր եւ հարցնենք. դուք մասնակցում եք տեղական ինքնակառավարմանը։ Կենթադրեք թե ինչ պատասխան կլինի։ Ցանկացած կամայական 10-20 մարդուց կարող է մի հոգի պատահաբար ասի, որ ինքը մասնակցում է, բայց այն մեծ մասը չի ասի, որ ինքը տեղական ինքնակառավարման մասնակցություն ունի ՀԿ-ների միջոցով ասեմ, թե խորհրդակցական մարմինների միջոցով ասեմ, թե այնքան որ կայքում են, կայք ունեն, կայքը դնում է, մարդը կարդում է, դա ես չեմ համարում մասնակցություն տեղական ինքնակառավարմանը։ Անբավարար եմ համարում այս օրենքում գրված են պահանջը քաղաքացիների մասնակցության ձևաչափի առումով։ Տիմ օրենքում փոփոխությունների համար հիմք են հանդիսացել ամիսներ առաջ Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած տիմ ընտրությունները։ Ըստ Հեղինե Բիշարյանի երկու քաղաքներում էլ արձանագրվել են լրջագույն խնդիրներ։ Այս օրենքի նախագծի քննարկումը անհրաժեշտ ենք նաև համարում զուտ նրանով, որ բավականին նոր փոփոխություններ ելի կապված համանդրության հետ դրվել է այս նախագծում, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ոչ միայն ունենանք այնպիսի բաց թողումներ, ինչպես ունեցանք երկու քաղաքներում, այլ այնպիսի նախագիծ հաստատենք, որպեսզի այդ սխալները չկրկնվեն։ Արտահերթ ելույթով ամբիոնին մոտեցավ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու կարևորելով օրենսդրական փաթեթի քննարկումը նշեց. Տեղական ինքնակառավարումը դա մեր պետության ողնաշարերից մեկն է։ Առանց կայացած տեղական ինքնակառավարման եւ առանց կայացած օրենքի մենք չենք կարող խոսել ոչ ժողովրդավարությունից, ոչ էլ բազում խնդիրներից։ Եթե համայնքում ամրագրված չի, որ սա այս կամ այն պետական գերատեսչությանն է, բնականաբար դրանով պետք է զբաղվի տեղական ինքնակառավարումը։ Մենք պետք է զարգացնենք ապակենտրոնացումը, զարգացնենք թիմերը, որոնք շատ կարևոր են։ Եվ մենք էլ որպես քաղաքական մեծամասնություն պատրաստ ենք ձեզ հետ աշխատել, հարգելի կառավարություն։ Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը փաստեց, որ պատրաստ է համագործակցել պատգամավորների հետ եւ շտկել օրենսդրական փաթեթում առկա բաց թողումները։ Առաջին ընթերցման խորհրդարանը քննարկել է ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, մասնավորապես առաջարկվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից, նշանակել նաեւ համապատասխան մասնագիտության բարձրագույն կրթություն ունեցողներին, ինչպես նաեւ հանել ավագ, գլխավոր եւ բարձրագույն խմբերի համար նախատեսված ոստիկանական կրթության պահանջը։ Նշվել է, որ պես նվազել է ոստիկանության կրթահամալիր դիմողների թիվը, ինչը պայմանավորված է նաև ուսանողներին չվարձատրելու հանգամանքով։ Ուստի առաջարկվում է օրենքում ամրագրել վարձատրելու դրույթը, որը թույլ կտա պետական պատվերի շրջանակում կրթություն ստացողներին ապահովելու սահմանված նվազագույն աշխատավարձի չափով վճար։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատգամավորներին է ներկայացրել գնումների մասին օրինագիծը եւ նշել, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորվող հարաբերությունները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ 7 ընթացակարգի փոխարեն մենք առաջարկում ենք ունենալ 4 ընթացակարգ՝ էլեկտրոնային աճուրդ, մրցույթ, գնանշում եւ 1 անձից գնումներ։
Գլխադասային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն իր դրական եզրակացության մեջ արձանագրել է, որ փոփոխությունների արդյունքում գնումների գործընթացում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը եւ հնարավոր չարաշահումները։ Պատգամավորներն անդրադարձել են նաեւ խորհրդանի վավերացմանը ներկայացված միջազգային մի շարք պայմանագրերի, որոնցով էլ աշնանային նստաշրջանն ավարտել է իր աշխատանքները։ Այսպիսով 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանը հայտարարում եմ փակված։ Անցնող շաբաթ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է մեր երկրում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Սագանալիձեին։ Ազգային ժողովի փոխնախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կանի հնարավոր ամեն ինչ երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առավել սերտացնելու եւ ամրապնդելու տեսանկյունից։ Հանդիպմանը նշվել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդանական կապերն ու փոխայցերը։ Ազգային ժողովի փոխնախագահը հույս է հայտնել, որ Վրաստանի նորընտիր խորհրդարանում կձևավորվի Վրաստան-Հայաստան բարեկամական խումբ։ Կողմերն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանը եւ համատեղ ձեռնարկությունների հիմնման հնարավորությանը։ Ազգային ժողովի փոխնախագահն ու դեսպանը մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։ Այս օրերին աշխատանքային այցով Ղրղզստանում է գտնվում Էդուարդ Շարմազանովը։ Ազգային ժողովի փոխնախագահը գլխավորում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խումբը, որն իր առաքելությունն է իրականացնում այդ երկրում անցկացվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։ Այցի շրջանակում Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ։ Իսկ հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանովը կարևորել է հայրենիք սփյուռք կապերի ամրապնդումը եւ հայ երիտասարդների շրջանում ազգային գաղափարախոսության սերմանումը։ Այս շաբաթ ազգային ժողով էին այցելել մայրաքաղաքի մի շարք դպրոցների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների աշակերտներ եւ ուսանողներ։ Հյուրերը նախ հետևել են քարորյա նիստերի աշխատանքներին, ապա մասնակցել բաց դասերի։ Բաց դասերը հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների աշակերտների եւ ուսանողների համար դարձել են բարի ավանդույթ, որոնք ապահովում են սպասված հանդիպումներ խորհրդարանականների հետ։ Չնայած զբաղվածությանն օրենսդրական ծանրաբեռնված գրաֆիկի, այդուհանդերձ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն իր անմիջական ուշադրության առանցքում է պահում նաեւ բաց դռներ ծրագրի շրջանակում ազգային ժողով այցելող հյուրերին։ Թերևս հենց դրանով էլ պայմանավորված շաբաթվա բաց դասերից երկուսն անձամբ վարեց խորհրդարանի ղեկավարը։ Առաջին հանդիպումը Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողների հետ է։ Հենց սկզբում հաստատվեց ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ։ Գալուստ Սահակյանը ներկայացրեց ազգային ժողովի կառուցվածքը, խոսեց օրենսդրական գործառույթի մասին ու անդրադարձավ խորհրդարանական բանավեճերին, որի ականատեսը եղել էին ուսանողները։ Ազգային ժողովի նախագահն իր խոսքում փաստեց, որ մշակվող օրինագծերը վերջնական տեսքի են բերվում հենց ծավալվող բանավեճերի արդյունքում։ Կարևոր վճիռները կայացնելուց միայն նման տիպի զրույցների, բանավեճերի միջոցով ստեղծում է հիմնական մտքեր, որոնք դառնում են պետության քաղաքականություն եւ պետությունը այդ քաղաքականությունով շարունակում է իր գործը։ Օգտագործելով ընձեռված հնարավորությունը ուսանողներն ազգային ժողովի նախագահին ուղեցին նաեւ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացմանը, երկրում կոռուպցիայի կանխմանը, արտագաղթին, բանկային համակարգին, գյուղատնտեսական վարկերին, Հայաստանում արտադրության խթանմանը եւ տեղական ռազմական արդյունաբերության ընդլայնմանը։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ուսանողների խնդրանքով խոսեց նաև իր անցած քաղաքական ճանապարհից։ Հաջորդ բաց դասը, որը վարեց ազգային ժողովի նախագահը, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ էր։ Ապագա իրավաբանների հետ զրույցը եւս ջերմ էր ու անմիջական։ Այս հանդիպումը թերևս տարբերվեց մինչ այժմ տեղի ունեցած բաց դասերից, քանի որ ուսանողների շարքում էին նաև ապրիլյան քարորյա պատերազմի մասնակիցներ։ Տղաներ, ովքեր չնայած երիտասարդ տարիքի դարձան մերօրյա հերոսներ։ Հենց այս խոնար ու համեստ հայորդիներն էին, ովքեր խոցեցին սանձարձակ ազերիների տանկերն ու ուղաթիռը։ Երիտասարդությունը մեր երկրի պաշտպաններն են։
Այսօր փաստորեն մեր երկիրը պաշտպանում են մեր երիտասարդները։ Ամենակարևորագույն գործն են կատարում, մենք շնորհակալ ենք ձեզնից։ Ազգային ժողովի նախագահի խոսքին հաջորդեցին հարցերը, որոնք ներառում էին կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցնելուն, աղետի գոտու վերականգնմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերին։ Խորհրդանի ղեկավարն իր խոսքում եւս մեկ անգամ կարևորեց իրավաբանների դերն ու նշեց, որ պետք է արվի ամեն հնարավորը ժամանակին համընթաց քայլելու համար։ Հավելենք, որ հանդիպումների ավարտին խորհրդարան այցելած հյուրերը նիստերի դահլիճում լուսանկարվեցին ազգային ժողովի նախագահի հետ։ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողների հետ բաց դաստ անցկացրել է Հերմինե Նաղդալյանը։ Ազգային ժողովի փոխնախագահն անդրադարձել է զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտներում առկա խնդիրներին, մատնանշել դրանց լուծման ուղիները, կարևորել բնագավառների միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, որն էլ իր հերթին կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը եւ պետբյուջեի եկամուտների համալրմանը։ Հերմինե Նաղդալյանը կարևորել է պատմամշակութային հուշարձանների պահպանումը, դրանք ժամանակակից մեթոդներով զբոսաշրջիկներին ներկայացնելը, ինչպես նաև կիրթ մի քանի լեզվի տիրապետող գիտակ մասնագետների պատրաստումը։ Նա նաև կարևորել է յուրաքանչյուր զբոսաշրջիկի հետ անհատական աշխատանքը, ինչը պետք է դառնա ոլորտում զբաղվածների գործունեության կարևորագույն նախապայմաններից մեկը։ Ջերմ ու անկեղծ մթնոլորտում է ընթացել նաև Երևանի թիվ 116 դպրոցի աշակերտների հետ անցկացված բաց դասը։ Այն վարել է ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Հյուրերը բազմաթիվ հարցեր են ուղղել Արտակ Դավթյանին, որոնք վերաբերել են կրթության ոլորտի բարեփոխումներին, բյուջետային հատկացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին։ Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ազգային ժողովի ընտրություններին եւ խորհրդարանական համակարգի կառավարման առանձնահատկություններին։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նոր նախագիծը թեև ընդունվել է առաջին ընթերցման, այդուհանդերձ շարունակում է մնալ շահագրգիռ քննարկումների առանցքում։ Դրանով էլ պայմանավորված անցնող օրերին խորհրդանում տեղի ունեցել կլոր սեղան քննարկում։ Ազգային ժողովում հրավիրված կլոր սեղանի մասնակիցներին է ներկայացվում ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նախագծի հիմնական դրույթներն ու կատարված աշխատանքը։ Հովհաննես Սահակյանը նշում է, որ տարեսկզբին ստեղծված աշխատանքային խումբը եղել է Գերմանիայում, Անգլիայում, ուսումնասիրել է եվրոպական երկրների փորձը համագործակցել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ։ Առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի վերաբերյալ կառավարության ու падգամավորների արած բազմաթիվ առաջարկները մշակման փուլում են, տեղեկացնում է հանձնաժողովի նախագահն ու հավելում, որ քննարկումների արդյունքում որոշ խնդրահարույց հարցեր են առանձնացվել, որոնք մասնավորապես վերաբերում են ազգային ժողովի падգամավորի խմբակցությունից հեռացնելուն կամ դուրս գալուն եւ այդ փաստով պայմանավորված մանդատը վայր դնելու իրավունքին կամ թույլտվությանը, падգամավորների ելույթների ժամանակային սահմանափակմանը, քննիչ հանձնաժողովի գործունեությանը եւ լիազորություններին։ ԵԱՀԿ փորձագետ պրոֆեսոր Սեյնթ Ջոն Բեյթսը անդրադառնում է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Կանադայի, Էստոնիայի, Բուլղարիայի եւ մի շարք այլ երկրների խորհրդարանական փորձին եւ կարծիք է հայտնում, որ կանոնակարգը պետք է հնարավորինս գործնական բնույթ կրի եւ մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու հնարավորություն ընձեռի։ Պրոֆեսորն ընդգծում է, որ օրենքի նախագիծը ողջունելի քայլ է օրենսդրության համապատասխանեցման տեսանկյունից։ Կլոր սեղանի մասնակիցները մտքեր են փոխանակում ազգային ժողովի նրա հանձնաժողովների խմբակցությունների վերահսկողական գործառույթին, օրինագծերի քննարկման ու ընդունման ընթացակարգին առնչվող հարցերի վերաբերյալ, խոսում խորհրդարանի աշխատակազմի դերի, խմբակցությունից ազգային ժողովի падգամավորին հեռացնելու իրավական ու քաղաքական հիմքի դրա քաղաքական հետևանքների մասին։ Падգամավորներն ու մասնագետները պարզաբանում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքին, մշտական հանձնաժողովներում եւ լիագումար նիստում քննարկումների կազմակերպմանը, արագացված ընթացակարգով հարցերի քննարկմանը, ենթահանձնաժողովների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նոր նախագիծը քննարկվել է նաև արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նախագծի հիմնական դրույթներին անդրադարձ է կատարվում նաև խորհրդարանական լսումների ընթացքում։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մանրամասնում է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո խորհրդարանի որպես ներկայացուցչական մարմին դերակատարումը։ Նա ընդգծում է, որ ազգային ժողովն է ընտրելու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց նշանակման դրույթները սահմանվելու են կանոնակարգ օրենքով։ Հանձնաժողովի նախագահը նշում է, որ աշխատանքային խումբն օրենքի նախագծի մշակման փուլում ուսումնասիրել է տարբեր երկրների փորձը
փորձը համագործակցել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ տարբեր ձևաչափերով, որպեսզի հնարավոր լինի կիրառել եւ միջազգային փորձը եւ իրացնել սահմանադրության դրույթները։ Կանոնակարգի նախագծի վերահսկողական եւ գործառութային մեխանիզմները հնարավորություն են ընձեռում խորհրդարանական վերահսկողության լիարժեք իրականացման համար, այդ թվում ընդդիմության կողմից վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից։ Հանձնաժողովի նախագահը համոզված է, երկրորդ ընթերցման ներկայացնելիս հնարավոր կլինի ունենալ առավել քննարկված եւ փաստարկված նախագիծ։ ԵԱՀԿ ԺՀՄԻԿ փորձագետ պրոֆեսոր Սեյնթ Ջոն Բեյթսը կարևորում է օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ բարձր գնահատում ընդդիմությանը տրված լիազորություններին ու իրավունքներին վերաբերող դրույթները։ Արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում անդրադառնում են մի շարք հարցերի, այդ թվում խորհրդանի քաղաքական եւ օրենսդրական գործառույթներին, խորհրդարանական ընդդիմությանը տրված լիազորություններին, նախագծերի վերաբերյալ հասարակական քննարկումների փուլ կազմակերպելու միջազգային փորձին։ Լսումների մասնակիցներն արդյունավետ են համարում օրենքի նախագծի վերաբերյալ հերթական քննարկումը։ Ներկայացված առաջարկները կքննարկվեն հանձնաժողովում եւ ընդունելի լինելու դեպքում հաշվի կառնվեն։ Այս շաբաթ խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել նաև ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որին աջակցում էր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։ Լսումները վերաբերում էին մեր երկրի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին։ Շաբաթվա վերջին ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճը դարձավ տնտեսական հարթակ, որտեղ քննարկվեցին Հայաստանի բիզնես հեռանկարները։ Խորհրդարանական մասշտաբային լսումները մեկտեղեցին հայկական երկու հանրապետությունների օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներին, միջազգային հեղինակավոր կառույցների անդամներին, հայտնի տնտեսագետների, ինչպես նաեւ հասարակական տարբեր կազմակերպությունների ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին։ Քննարկման առանցքը Հայաստանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին, Եվրամիության հետ տնտեսական համագործակցությունը, համաշխարհային տնտեսության զարգացումներն ու մարտահրավերները, գլոբալացող աշխարհում բիզնես տեսանկյունից տեղի ունեցող վերաձևումները եւ իհարկե արտաքին աշխարհում մեր երկրի տնտեսական դիրքերի ամրապնդումը։ Ցանկացած նախաձեռնություն ծառայում է նպատակին, եթե կա աջակցություն։ Արտակ Զաքարյանն իր խոսքը սկսեց շնորհակալությամբ։ Ցանկանում եմ նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահին լսումների կազմակերպման աջակցելու համար։ Դեռևս նախորդ տարի Հանրապետության նախագահի կողմից եղավ հստակ հանձնարարական արտաքին քաղաքականության մեջ որպես առաջնահերթություն առանձնացնել նաև Հայաստանի տնտեսական հարաբերությունների ակտիվացումը, իր խոսքում փաստեց Արտակ Զաքարյանն ու հավելեց. Վերջին ժամանակաշրջանում ազգային ժողովում ընդունված ամենատարբեր օրենսդրական նախաձեռնությունների շուրջ քննարկումներում շարունակաբար բոլոր խմբակցությունների կողմից անդրադարձ է եղել արտաքին տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, տնտեսական գրավչության բարձրացման համար տարատեսակ մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը, հակակոռուպցիոն քաղաքականության խորացմանը, ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը եւ այլ խնդիրների։ Հաշվի առնելով այն, որ լսումները տեղի ունեցան դեկտեմբերի 9-ին, որը Հայաստանում եւս սահմանված է աշխարհում կատարված ցեղասպանությունների հիշատակման օր, ուստի մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնել Արտակ Զաքարյանի խնդրանքով, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։ Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ռեսուրսներին եւ արձանագրված տեմպերին, Արտակ Զաքարյանը ներկայացրեց այդ ուղղությամբ մեր անելիքներն ու ընդգծեց. Լինելով փոքր տնտեսություն, չունենալով ելք դեպի ծով, էներգետիկ պաշարներ եւ մասնակիորեն գտնվելով նաեւ ցամաքային շրջափակման մեջ, ստեղծված անբարենպաստ իրողությունները մեզ պարտադրում են լինել ավելի ակտիվ ու աչալուրջ, օգտագործելու թեկուզ ամենափոքր հնարավորությունները տնտեսության զարգացման համար։ Նախաձեռնած խորհրդարանական լսումները ներկայիս իրողությունների հրամայականն են եւ սահմանված օրակարգն ամբողջությամբ արտացոլում է առկա մարտահրավերները։ Իր ելույթի սկզբում ընդգծեց վարչապետը։ Կարեն Կարապետյանը նախ թվարկեց Հայաստանի վարած արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, ապա ներկայացրեց երկրի տնտեսական ապագային միտված քայլերը։ Մենք ունենք այնպիսի տեսլական, որը պահանջում է այնպիսի մի համակարգի ձևավորում, որ նախ կհստակեցնի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացում ներգրաված բոլոր պետական մարմինների եւ կառույցների գործառույթները, մեր դեսպանների կողմից իրականացվել տնտեսական բնույթի աշխատանքների բովանդակությունը, կսահմանի ակնկալվող արդյունքները եւ կատարողականի գնահատման համակարգը։
Հայաստանն այն երկրներից է, որն ունի մեծ գրավչություն, իր խոսքում նշեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարը եւ հավելեց, որ 2017-ին կառույցը նախատեսել է մի շարք ծրագրեր, որոնք կխթանեն տնտեսական աճը, կբարելավեն բիզնես միջավայրը, ինչն էլ իր հերթին կնպաստի ներդրումների ավելացմանը։ Լսումների ընթացքում եղան մի քանի տասնյակ զեկույցներ, համակողմանի քննարկվեցին առկա խնդիրները, շեշտադրումները հստակ էին տնտեսվարողների համար ապահովել հավասար մրցակցային դաշտ, ստեղծել համակարգ, որը կլինի օտարերկրյա ներդրողների եւ տնտեսվարողների պաշտպանը, պայքարել կոռուպցիայի եւ մենաշնորհի դեմ, մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան ապահովելու արդյունավետ համագործակցություն գործարար շրջանակի եւ հայկական Սփյուռքի միջև։ Ավարտին Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց քննարկումների համար եւ հավելեց, որ դրանք լուրջ հիմք են տնտեսության զարգացմանը միտված կառուցողական քայլերը կյանքի կոչելու համար։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը համատեղ կազմակերպել էին հաշվեկնություն վերահսկողության փոխարեն թեմայով քննարկում, որի ընթացքում ներկայացվել է հաշվեկնիչ պալատի մասին նոր օրենքի նախագիծը։ Հաշվեկնիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեկնություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ։ Օրենքի նախագիծը մշակելիս հաշվի է առնվել եվրոպական փորձը։ Նոր օրենքի նախագիծն ապահովում է սահմանադրության հիմնական պահանջը։ Հաշվեկնիչ պալատը դառնալու է անկախ աուդիտորական գործունեություն իրականացնող կառույց, նշել է Գագիկ Մինասյանը եւ հավելել, որ հաշվեկնիչ պալատի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության ներկայացուցիչ։ Օրենքի նախագծի վերաբերյալ դրական գնահատական է ներկայացրել ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, նշելով, որ այն նախադրյալներ է ստեղծում համախմբված ֆինանսական հաշվետվության ինստիտուտի ներդրման համար։ Օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, նշելով, որ նախագիծը լրամշակվելով եւ կյանքի կոչվելով հնարավորություն կտա լուծելու համակարգի առջև ծառացած խնդիրները։ Արտաքին աուդիտի միջազգային փորձագետ իրավաբան Լոթար Շպիլհոֆը հավաստիացրել է, որ առաջիկայում ստեղծվելիք հաշվեկնիչ պալատը կդառնա հիմնովին անկախ աուդիտորական եվրոպական չափանիշներին համահունչ կառույց։ Միջազգային փորձագետ Անդրեաս ֆոն Գալն անդրադառնալով արտաքին աուդիտի ստուգման խնդիրներին կարևորել է դրանց հստակեցումը։ Քննարկման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին հաշվեկնիչ պալատի անկախ գործունեությանը, ֆինանսավորմանը, ներքին ու արտաքին աուդիտի իրականացմանն ու այլ խնդիրների։ Այս շաբաթ ևս իրենց դիրքորոշումներն են հայտնել խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները, լսենք նրանց տեսակետի շրջանակում։ Սիրելի հայրենակիցներ, դեռևս 2003 թվականին հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախաձեռնեց ավանների վերադարձման գործընթացի առաջին փուլը։ Սկզբում շատերը որոշ դեպքերում չարակամորեն, որոշ դեպքերում թերահավատորեն էին վերաբերում նախաձեռնությանը, հաճախ փորձելով նաև նախընտրական ու այլ ենթատեքստեր գտնելու շահարկել։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ավանների վերադարձի նախաձեռնությունը սպասված է ժողովրդի կողմից եւ արդեն այսօր գործընթացին մեկնարկից ուղիղ 10 տարի անց կարող ենք թվերի լեզվով փաստել, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներին տրված ավանների փոխհատուցման գործընթացը ընդհանուր առմամբ հաջող ընթացք է ունեցել, իսկ քաղաքացիներին տրամադրված գումարի չափը տասնյակ միլիոն դոլարների է հասնում։ Հետևաբար, ելնելով այն հանգամանքից, որ ավանների վերադարձման գործընթացն արդեն 2017 թվականին մոտենում է ավարտական փուլին եւ նկատի ունենալով այն փաստը, որ այս ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ոչ թե բոլոր ավանդատուներին է հաջողվել ստանալ իրենց ավանները, ուստի հայկական վերածնունդ կուսակցությունը նախաձեռնել է ավանների վերադարձման գործընթացի երկրորդ փուլը, ինչը իրականացնելու համար առաջիկայում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ։ Այդ մասին օրեր առաջ հայտարարեց նաև կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Սիրելի հայրենակիցներ, ավանների վերադարձման երկրորդ փուլի պատշաճ գործընթացն ապահովելու բոլոր ավանդատուներին հաշվառելու, անհրաժեշտ օրենքի նախագծում դեռևս ավանները չստացած բոլոր շահառուների խնդիրները հաշվի առնելու, իսկ դրանք բազմաթիվ են, սկսած չպահպանված ավանդային գրքույկներից մինչև ժառանգների փոխհատուցումը եւ ամբողջական տեղեկատվություն ունենալու ավաններ ունեցող եւ դեռևս փոխհատուցում չստացած քաղաքացիները, նրանց ժառանգները կարող են մոտենալ հայկական վերածնունդ կուսակցության մոտակա տարածքային գրասենյակ եւ հաշվառվել եւ ներկայացնել ավանները չստանալու հետ կապված իրենց խնդիրները։ Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ հայկական վերածնունդ կուսակցության կողմից նախաձեռնած ավանների վերադարձման երկրորդ փուլի գործընթացը
Որոշ անհատների ու խմբերի կողմից ինչպես նախկինում, այնպես էլ այսօր անհարկի շահարկում է, բայց ավանների վերադարձման երկրորդ փուլը նույնպես ի հեճուկս այդ մարդկանց հասցնելու ենք ավարտին։ Անհերքելի փաստ է, որ հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը 10 տարուց ավել այս խնդրի լուծման ամենամեծ ջադագովն է, քանի որ նախկին ԽՍՀՄ խնայ բանկերում ավանդադրված գումարների վերադարձը ոչ միայն բարոյահոգեբանական, այլև խիստ սոցիալական նշանակություն ունի ու 2005 թվականից սկսած չի եղել գեթ 1 տարի, որ մեր խմբակցության պատգամավորները պետական բյուջեի քննարկումների ժամանակ հանդես չգան առաջարկության բյուջեում նախատեսել ֆինանսներ ավանների վերադարձման գործընթացի շարունակականությունն ապահովելու համար ու ամեն տարի վերջին 1.6 միլիարդ դրամ հատկացվել է ավանների վերադարձման համար։ Հայկական վերածնունդ կուսակցությունը հետ այսուևս հետամուտ է լինելու խնդրի ամբողջական լուծման համար։ Սիրելի հայրենակիցներ, այս տարվա վերջին խորհրդարանական ժամն է, որը կուզեի օգտագործել 2016 թվականի զարգացումներին ամփոփիչ գնահատականներ տալու համար։ Ղարաբաղյան հակամարտության չլուծվածության պայմաններում երկրում տիրող արատավոր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական համակարգի պատճառով Հայաստանը հայտնվել է ծանր ճգնաժամի մեջ։ Կոռուպցիայի, մենաշնորհների եւ ոստիկանական բռնությունների վրա հիմնված ռեժիմը խեղդում է երկրի տնտեսական առաջընթացի որևէ հեռանկար։ Ապրիլյան քարոզիա պատերազմը ցույց տվեց, որ կոռուպցիան եւ տնտեսության ստագնացիան վերածվել են ազգային անվտանգության սպառնալիքի։ Շարունակվում է տարեկան 50,000 մարդու հասնող արտագաղթը։ Հայաստանից արտահոսում է գործարարական կապիտալը։ Տնտեսական անկումն արդեն նկատելի է անզեն աչքով։ Գյուղացիները կքել են վաշխառուական վարկային բեռի ծանրության տակ։ Հայաստանին պետք է կտրուկ շրջադարձ, որը զարկ կտա երկրի զարգացմանը, արդյունաբերությանը, արտահանմանը, կվերադարձնի 100,000-ավոր մարդկանց հավատը ապագայի նկատմամբ։ Հայաստանին պետք է իշխանություն, որը ընտրված լինելով ժողովրդի կողմից, կպաշտպանի ներդրումները, ազատ եւ հավասար մրցակցությունը եւ սեփականության իրավունքը, կպարզեցնի եւ կթեթևացնի հարկային համակարգը, դուրս բերելով տնտեսությունը ստվերից, իսկ արդյունքում ավելացված բյուջեի եկամուտները կուղի կենսաթոշակների բարձրացմանն ու գյուղացիների վարկային բեռի թեթևացմանը։ 2016 թվականի ներքաղաքական պայքարի գլխավոր արդյունքն է ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք թույլ կտան հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները եւ բոլոր ընտրատեղամասերում տեղադրել տեսագրող եւ հեռարձակող տեսախցիկներ։ Այս քայլերը թույլ են տալիս վերացնել ավելի քան կես միլիոնի ձայների ընտրակեղծարարությունը եւ բացել ընտրություններով իշխանափոխության հասնելու ճանապարհը։ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի ընտրությունները մեր ամբողջ ժողովրդի համար դառնում են հետևաբար հնարավորություն խաղաղ ճանապարհով ազատվել երկրի կառավարումը ձախողած եւ կոռումպացված անցանկալի իշխանություններից։ Չխաբվեք իշխանությունների նախընտրական հնարքներով, երբ ընտրություններից առաջ փորձում են մի քիչ ավելի մարդկային դեմք տալ իշխող ռեժիմին, իսկ ընտրություններից հետո նորից գործի դնում թալանի եւ ժողովրդի կեղեքման մեքենան։ Սիրելի ժողովուրդ, եկեք միասնաբար օգտվենք մեր պետության բախտը տնօրինելու ստեղծված հնարավորությունից եւ այսօրվանից պատրաստվենք ազգային ժողովի գալիք ընտրություններին։ Վստահ եմ, որ մոտակա ամիսներին մեզ կհաջողվի ստեղծել լայն հասարակական մոբիլիզացիա այդ նպատակին հասնելու համար։ Սիրելի հայրենակիցներ, 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի վերջին քառօրյա նիստերը իր աշխատանքները ավարտեցին։ Թերևս ամենակարևորագույն գործընթացը եւ փաստաթուղթը, որը որ լայն քննարկման առարկա դարձավ 2017 թվականի պետական բյուջեի փաստաթուղթն էր, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության ներկայացուցիչները մի շարք առաջարկություններով հանդես էին եկել։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի խոսքս, պետք է մատնանշեմ, որ շուրջ 200 առաջարկություններ Բարգավաճ Հայաստան խմբակցության կուսակցական պատգամավորներով ներկայացրել են, որոնք որ առնչվում էին մեր երկրում կարևորագույն հիմնախնդիրներին, մեր երկրի ամենակարևորագույն հարցերին, պաշտպանության,
պաշտպանության մեր սպառազինության նոր մոտեցումների, նոր քաղաքականության հասկանալի պատճառներով չեմ մանրամասնում հստակ կետերով, թե ինչպիսին էին մեր առաջարկությունները եւ սոցիալական մի շարք հարցերի եւ հիմնահարցերի։ Մենք տարիներ շարունակ մատնանշել ենք խնդիրները եւ մատնանշել ենք զուգահեռաբար ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել։ Մենք բացառիկ քաղաքական ուժ ենք այս առումով, որ չենք հանդես եկել միայն քննադատությամբ։ Մենք մատնանշելով խնդիրները մատնանշել ենք ամենակարևորագույնը, ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել։ Այնուամենայնիվ այն բազմաթիվ խնդիրների եւ առաջարկությունների կողքին կառավարության ներկայացուցիչները ներկայացրեցին, որ 2017 թվականին այնուամենայնիվ չեն կարողանալու ցանկալի մեր կողմից առաջարկությունների մեծ մասը ընդունել եւ առաջարկություններ էլ կան, որ պետք է ժամանակի մեջ նայեն, տեսնեն ինչքանով կլինի հնարավոր դրանք լուծել։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք շուրջ 1.400.000 միավոր բանկերում հաշվառված վարկառուներ։ Հայաստանի Հանրապետության գրեթե ամեն երկրորդ քաղաքացին ունի վարկեր։ Ամենատարբեր դժվարությունները կենցաղի եւ սոցիալական բնույթի հիմնահարցերի հետ կապված։ Արտագաղթի տեմպերը չեն նվազել։ Համախառն ներքին արդյունքը երկրում նվազել է։ Արտաքին ներհոսքը նվազել է։ Այն բոլոր հիմնախնդիրները, ինչին որ միտված են պետական բյուջեի քաղաքականությունը, ոչ միայն ամբողջական նվազագույն աշխատավարձի կամ ընդհանուր համաչափության սկզբունքով աշխատավարձերի փոփոխություն չի արձանագրվելու, դե գոնե փորձել աշխատավարձները բարձրացնել ոլորտային առումով, մատնանշելով կոնկրետ գիտության եւ կրթության ոլորտը, այնուամենայնիվ այս առաջարկությունն էլ ընկալի չեղավ։ Մենք մեր առաջարկությունների, մենք մեր սկզբունքների հետևից գնալու ենք, պահանջատեր ենք լինելու, համապատասխան լուծումներ ենք առաջարկելու։ Այս պայծառությամբ մենք նման փաստաթղթին միանշանակ քվեարկել ենք դեմ։ Հարգելի հայրենակիցներ, ավարտվեց 2016 թվականի խորհրդարանական աշունը։ Պետք է նշեմ, որ նստաշրջանը բավականին ակտիվ քննարկումների նստաշրջան էր հատկապես սահմանադրական օրենսդրական նախաձեռնությունների քննարկման առումով։ Քննարկվեցին եւ առաջին ընթերցման ընդունվեցին արդեն կանոնակարգ օրենքը, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, ինչպես նաեւ падգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենսդրական նախաձեռնությունները։ Բավականին լուրջ քննարկման առարկա դարձավ նաև 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումը, այն կարևորագույն ֆինանսական փաստաթղթի, որը 2017 թվականին մեզ կառաջնորդի տնտեսական գործունեության ընթացքում։ Այստեղ քննարկման ընթացքում հիմնական առաջնահերթությունները տրված էին նախագահի կողմից այն բոլոր բարձրացված առաջնահերթություններին, որոնք իրենց տեղը գտան բյուջետային քննարկումների ընթացքում։ Դրանցից կարևորում եմ հատկապես երկրի անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության ապահովումը եւ բավականին լուրջ միջոցների հատկացումը հենց այդ նպատակների իրականացման համար։ Բավականին լուրջ տեղեր հատկացված նաեւ սոցիալական ծախսերի իրականացման առումով եւ այդ ծախսերի արդյունավետության բարձրացման էլ ավելի լուրջ ներդրումներ իրականացնելու համար։ Բյուջետային ծախսերի մոտ 47%-ը հատկացում են հենց սոցիալական նպատակներով, առաջնահերթություն տրվելով նաև ծախսային այդ հոդվածների իրականացմանը եւ դրանց արդյունավետության բարձրացմանը։ Լուրջ ներդրումներ իրականացնելու նպատակով հատկապես կարևորվեց աշխատատեղերի ստեղծման ամենաառաջնահային խնդիրները։ Այդ խնդիրների իրականացման համար հատկապես կարևորվեց ներդրումային դաշտի ապահովման նպատակով մեղմ հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը։ Պայքարը ստվերի դեմ, պայքարը կոռուպցիայի դեմ բավականին առաջնահերթ եւ լուրջ խնդիրներ էին համարվում բյուջետային քննարկումների ընթացքում։ Եվ կարծում եմ, որ այսպիսի քաղաքականության իրականացումը հնարավորություն կընձեռնի, որպեսզի 2017 թվականին հնարավոր լինի իրականացնել այն խնդիրները, որոնք դրվեցին բյուջետային քննարկումների ընթացքում, ապահովել տնտեսական աճ 3.2%-ով։ Ես կարծում եմ, որ այս բյուջետային քննարկումները իրականում հավասարակշռված էին եւ բյուջեն իրատեսական
Իրատեսական էր այն առումով, որ ներդրումային դաշտի ապահովումը նախատեսում է նաև 2018 թվականին բյուջեի իրականացման համար բավականին լայն դաշտի իրականացում։ Եվ համոզված եմ, որ այս 17 թվականի բյուջեի կատարման համար բոլորիս արդյունավետ աշխատանքի հետևանքով մենք բավականին լուրջ նախադրյալներ կստեղծենք 18 թվականին նաև ավելի բարձր տնտեսական աճ ապահովելու նպատակով։ Այսքան անցնող շաբաթվա խորհրդարանական իրադարձություններից տեղեկացնենք, որ երեքշաբթի ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան, իսկ մեր հաղորդումը եթերում կլինի հաջորդ կիրակի։ Ցտեսություն եւ ամենայն բարիք։